Տաթև հերիք արդեն որ երրորդ պաղպաղակն ես ուտում։ Լիկա երեկվանից այնքան եմ մտածել, ուղեղս տաքացել է։ Հիմա ուտում եմ գոնե մի քիչ գլուխս հովանա։ Դու հասկանում ես, մենք արդեն այսօր պետք է այս տան մեջ չլինեինք։ Ամեն անգամ սրանց դեմքները տեսնելուց ներվայնանում եմ։ Ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կաշմար երազ է։ Ու ես մի քիչ հետո աչքերս բացելու եմ լրիվ ուրիշ տան մեջ ու հասկանալու եմ, որ երեք ուխտի նման խմել եմ։ Դուք եւ ես խոսալու եք, ասելու եք երեկվա վերջի շիշը պետք է չխմեիր։ Մուշեղ, այս երազ չի, այս դառը իրականություն է։ Ահա եւ վերջ։ Ես իմ իրերը ամբողջությամբ դասավորել եմ։ Շնորհակալ եմ Լիկա ջան, որ իմ հագուստների համար տեղ գտար քո պահարանում։ Միայն մնացել են այս լոգանքի գելերն ու շամպունները։ Բայց մենք կխնդրենք Արսենին եւ նա այս ամենը կտեղափոխի լոգասենյակ։ Խնդրում եմ։ Մուշեղ ջան, չէ, խնդրում եմ Ֆելիքս ջան, մի րոպե կգաս։ Այս արկղը խնդրում եմ վերցրու եւ տար այնտեղ պատուհանի մոտ դիր։ Ուղիղ էսպես գնա, պատուհանի մոտ։ Այդպես, ապրես։ Չէ, ուզում ես այնտեղ սառնարանի մոտ դիր։ Տիկին Տամարա, ես կարող է խոհանոցի այս հատվածում դնել։ Ոչ, Տիկին Տամարա, ես կարծում եմ ավելի լավ կլինի հեռուստացույցի պահարանի մոտ։ Տիկին Տամարա, մի հատ կկողմնորոշվեք ուր դնեմ այս արկղը։ Ոյ Ֆելիքս ջան, մի բարկացի։ Այդ արկղը կարող ես դնել բազմոցի հետևը։ Տիկին Տամարա, մի հատ կասեք ինչ է սրա մեջ, որ սես ծանր է։ Այդ արկղի մեջ, Ֆելիքս ջան, իմ ամբողջ հարստությունն է։ Ես կբացը։ Տիկին Տամարա, մեկ անգամ եւս բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մի հարցով ենք եկել։ Ներս կարելի է։ Ներս իհարկե կարելի է։ Համեցեք, համեցեք։ Բարև ձեզ։ Համեցեք, նստեք։ Սուրճ, թեյ։ Թերևս սուրճ։